150 րոպե ժամանակ գրականություն ու Հայաստանի պատմություն առարկաները մեկ հարցադրմամբ, մեկ պնդմամբ մեկնաբանելու համար։ 9-րդ դասարանցիները հանձնեցին պետական ավարտական վերջին քննությունը միասնական էսսեի ձևաչափով։ Քննության ընթացքին հետևեցինք Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, հասկանալու համար, թե որքանով էին պատրաստ աշակերտները նոր չափորոշչի ներդրմանը։ Քանի որ տենց անթեթ աշխատում էինք ընթացքում էսսեին, կարողացել եմ գրեմ։ Էսսեի agresiune դե կարևորը գիտեի, տենց հեշտ էր ինքը իրականում, այդքան դժվար չէր։ Ստեփան Զորյանի մի կյանքի պատմությունը, մեկ էլ առաջին հանրապետությունում ներքին դրությունը, ինքը այդքան էլ դժվար չի, ինքը փողի հարստության մասին է, ավելի շատ մենք պետք է դրա մասին գրենք, թե ինչպես է դա ազդում մարդկային հարաբերություններում։ Իմ համար հեշտ էր էսսեն լավ գրել եմ, ակնկալում եմ 15-ից բարձր։ Ըստ պատասխանատուների էսսեի համար չի գնահատվելու հայոց լեզվի իմացությանը վերաբերող բաղադրիչը, քանի որ սովորողներն այդ առարկայից առանձին քննություն են հանձնել։ Այս ձևաչափով ստուգվում է միայն աշակերտների քննական եւ վերլուծական մտածողությունը։ Ընդհանուր առմամբ տենց տված էին երկու հատվածները, կարող էինք այդ երկու հատվածները կարդալ եւ հասկանալ։ Հեշտ էր։ Թեմաները ուսումնասիրել ենք վաղուց, գրել եմ ոչինչ, ինձ թվում է մի բան կստացվի։ Սպասում եմ լավ արդյունքների։ Մանկավարժների համար նախապես անց են կացվել վերապատրաստումներ, որից հետո աշակերտները փորձնական էսսեներ են գրել։ Ձևաչափը բարդ է եւ ոչ բոլորին է հաջողվում պատշաճ կերպով այն հաղթահարել, նշում է գրականության ուսուցիչը։ Նախաքննական էսսեներ անց են կացրել 2 անգամ, երեխաները կարողացել են հաղթահարել, բայց բնականաբար այդ հաղթահարել կոչվածի տակ ունենք որոշակի նաև խնդիրներ, քանի որ ոչ բոլոր աշակերտներն են, որ գերազանցությամբ կամ բավարար մակարդակ ունեն եւ փոքրինչ չափով խնդիր է հանդիսանում այն երեխաների համար, ովքեր կարողունակություններով ավելի թույլ են։ Դե բնականաբար բարդ է, ինչքան աշխարհայացքը զարգացած է, այնքան կարող են ավելի լավ արտահայտել սեփական տեսակետը, կարծիքը, դիրքորոշումը, պնդել, ապացուցել եւ այլն։ Հիշեցնենք, որ աշակերտները կարող են արդյունքները բողոքարկել քննության հաջորդ օրը։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք, լուրեր։